Ողջունում եմ բոլոր մեզ միացողներին, մեզ լսողներին, դիտողներին։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք այս պահին տեսաձայնագրում ենք արտահերթ թողարկում, միացել ենք Սյունիք պարոն Քանանյանի հետ զրուցելու։ Հիշեցնեմ նաև, որ ամսի 27-ն է եւ մենք տեսանք ինչ է տեղի ունենում Էջմիածնում Մայրաթորի մոտ։ Դրան իհարկե հաջորդեցին զանգերը, որոնք ղողանջում էին եւ բոլորը մեզ հիշեցնում են, որ նման ղողանջներ եղել են 1918 թվականին։ Ա, Ինչի մասին է այս ղողանջը այսօր եւ մենք ինչ անելիք ունենք, յուրաքանչյուր հայ մարդ ինչ անելիք ունի այսօր։ Ես նախապես պիտի լսողներից ներողություն խնդրեմ, որովհետև իմ ոչ ամեն ասած բանը եւ արտահայտված միտքը կարող է անխտիր բոլորին դուր գալ։ Ես գիտակցում եմ, որ նաև ոմանց մեծ բարկությունը կհարուցեմ, բայց այսօր այնպիսի պահն է, երբ ես առավել քան երբևէ պարտավոր եմ լինել շիտակ, թեպետ եւ իմ համեստ անձնական կարծիքի շրջանակում, քանզի ոչ ոք անսխալական է եւ ես նույնպես եւ թերևս առաջնահերթորեն։ Ես կարծում եմ, որ որքան էլ խորհրդավոր, գեղեցիկ, պատշաճ, տեղին լինի զանգերի ղողանջը, այդ զանգերը պետք է հնչեին շատ ավելի վաղ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին, առնվազն լույս 10-ի առավոտյան, որովհետև այն ժամանակ կերտվում էր ճակերտների մեջ այն ողբերգական եւ օրհասական իրականությունը, որի մեջ մենք հայտնվել ենք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հետևանքով։ Այս ամենը, ինչ տեղի է ունենում, լիովին նոյեմբերի 9-ի հայաստանակործան դավաճանագրի ուղիղ հետևանքն է։ Ես միշտ մեծագույն ցավ եմ արտահայտել, որ մենք չունեցանք բարձրագույն եւ անգամ միջին սպայական կազմի որևէ ներկայացուցիչ, որը 20 թվականի նոյեմբերի 9-ին վեր կենար եւ ասեր, որ ստորագրված դավաճանագիրը եւ Հայաստանի Հանրապետության, այո, ոչ թե Արցախի, այլ Հայաստանի Հանրապետության կարևորագույն ռազմավարական տարածքների հանձնումը ոչ միայն ինքնին հակասահմանադրական է, այլ անվտանգության տեսանկյունից մահացու է Հայաստանի Հանրապետության համար։ Այդ նույն ժամանակ հոգևոր դասը նույնպես պետք է իր ձայնը բարձրացներ եւ դատապարտեր, բանադրեր, նզովեր ոչ միայն այդ ստորագրությունը դրած անձին, այլև բոլոր նրանց, որոնք հանդգնել են կամ հանդգնելու էին կատարել նոյեմբերի 9-ի դավաճանությունը։ Անցան տարիներ մենք տեսնում ենք, որ այդ պահից ի վեր Հայաստանը անընդմեջ գլորվում է դեպի անգոյության անդունդը եւ մեր գոյությունը պարզապես մազից է կախված, զգալի չափով արդեն մեզնից կախված չէ, այլ արտաքին հանգամանքների ճակերտավոր բարեհաճությունից կամ ոչ այդքան բարեհաճությունից։ Հիմա գանք կոնկրետ այս երևույթին։ Ես գաղտնիք չեմ ասի, եթե փաստեմ, գոնե որպես այս պահին մի պահ ինձ դեմ արտաքին դիտորդի դերում, բնականաբար մենք ստիպված ենք արձանագրել եւ փաստել, որ այո, հայաստանյաց առաքելական եկեղեցին որպես ոչ միայն աստվածային, այլև աստվածմարդկային կառույց ունի իր ծանրագույն պատմությամբ պայմանավորված բազմաթիվ ներքին խնդիրներ։ Հայաստանի քաղաքական ճակատագիրը մեղմ ասած փափուկ չի եղել, մենք անասելի դժվարությունների, արտաքին հալածանքների, ցեղասպանությունների միջով ենք անցել եւ մեր հնագույն եւ մեծ հայքի ժամանակաշրջանից, միացյալ հայքի ժամանակաշրջանից գործած միակ անընդմեջ գործած ազգային եւ հոգեվոր կառույցը Հայաստանյաց առաքելական եկեղեցին չէր կարող չազդվել մեր ազգին պատուհասած խնդիրներից եւ այսօր բնականաբար ունի բազմաթիվ ներքին խնդիրներ։ Սակայն միանգամայն ակնհայտ է եւս երկու բան, որ նախ աշխարհիկ իշխանությունը որևէ ոչ եկեղեցական հոգևոր, ոչ սահմանադրական իրավասություն չունի խառնվելու եւ լուծելու հայաստանյաց եկեղեցու ներքին խնդիրները, հայաստանյաց եկեղեցու ներքին խնդիրները նախ եւ առաջ նրա նվիրապետության, հոգևորականության խնդիր են եւ այստեղ աշխարհիկը հավատացյալ կամ պարզապես եկեղեցի հարգող աշխարհիկը պետք է գերագույն համեստությամբ պարզապես արտահայտի իր
իր ցանկությունը տեսնելու եկեղեցի ավելի բարեփոխված եւ ավելի իր աստվածային եւ ազգային առաքելությանը համապատասխանող։ Միաժամանակ պետք է փաստենք նաև երկրորդ իրողությունը, անկախ բազմաթիվ եկեղեցականների անձնական կյանքին վերաբերող, այսպես ասած, խնդիրներից, նախ գերագույն անբարոյականությունն է նախաձեռնողաբար մտնել յուրաքանչյուր մարդու ուրեմն անձնական կամ կյանք կամ բարոյական դաշտ, առհասարակ քաղաքական դաշտը, չեմ ասում բարոյականությունից դուրս է, բայց բարոյախրատակար գործառույթներ չունի։ Եվ հատկապես ներկա Հայաստանը ուղակի իր ապիկարությամբ կործանած վարչակազմը, յուրաքանչյուր անձն այդ վարչակազմի անհատապես անսահմանորեն ավելի ներքև է գլորված եւ շատ ավելի սարսափելի դավաճանական ընթացքի մեջ է թաթախված, քան որևէ իրենց պատկերացմամբ ամենաանբարոյական իսկ հոգևորական։ Դա նույնպես պետք է փաստենք, բայց եկեք երրորդ տեղում փաստենք գլխավոր շարժարիթը։ Մոնիկա, պետք է պարզապես կույր լինել, որ չտեսնել դրա մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղղորդումը։ Չէ, իհարկե հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը մեղմ ասած առանձնապես քաղաքականապես գրագետ չէ, իր գործած դավաճանությունների եւ ավերների հոգեբանական ծանրության ներքո վաղուց հատել է, այսպես ասած, հոգեկան անառողջության սահմանագիծը։ Ես իմիջիալոց ինձ դուր չի գալիս, երբ նրան առաջնահերթորեն խելագար են անվանում։ Ես չեմ մերժում, որ նրա բազմաթիվ քայլեր ուղակի խելագարության կնիք են կրում, բայց խելագարությունը այստեղ ածանցյալ է։ Նման դավաճանություններ Արցախը հանձնած, Հայաստանը մահվան եզրին կանգնեցրած անձնավորության վրա պատմական հազարամյակներով տևելի անջնջելի պատմական անեծքը անտանելի հոգեբանական բեռ է, որը ամենաամուր իսկ մարդուն կխելագարեցներ, ելուր մնա տկար կարճամիտ եւ անբարո Նիկոլ Փաշինյանը։ Այսօր իր բոլոր արարքներից հետո ես շատ հանգիստ նաև այս բառապաշարն եմ օգտագործում։ Բայց ակնհայտ է հետեւյալը։ Մի հարց էլի, ամեն դեպքում շատ կարևոր է, թե այսօր որքանով է հոգևորականի, եկեղեցականի ձայնը լսելի հանրությանը, եւ արդյոք այդ կոչերը հասնում են տեղի վերջո, թե ոչ, եւ այն ղողանջները, որ թեկուզ եւ ուշացած են, թեկուզ եւ ժամանակավրեպ են, բայց իրենք ազդանշան են, արդյոք մեր հանրությունը պատրաստակամ է անսալ դրան եւ գնալ այդ ճանապարհով։ Ժամանակավրեպ չեն բոլորովին, բայց մեծապես ուշացած են, այո։ Ես մի պահ ավարտեմ նախորդ ասածս։ Տեսեք, ուրեմն ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցում է Շվեյցարիայի կամ Զվիցերիո, ինչպես ավելի ճիշտ է ասել, Զվիցերիայում տեղի ունեցած ժողովին, որտեղ դատապարտվում է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական ազգային կրոնական կոթողների ոչնչացման քաղաքականությունը։ Եկեղեցին շատ անբավարար կերպով, բայց շարունակում է առաջ տանել արցախյան ուրեմն շրջափակման եւ հայաթափության հարցը եւ այլն, եւ մենք տեսնում ենք, որ ոչ միայն Ալիևը, այլև Ալիևի ճակերտավոր հոգևոր առաջնորդ Ալլահ Շուքյուր Փաշազադեն կարծիք են արտահայտում, որ Հայաստանի այս եկեղեցին սպառնալիք է եւ հայ ժողովրդի համար, եւ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության համար։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիայում եւս տարբեր պաշտոնյաներ ակնարկում են, որ հայ եկեղեցին պետք է դադարի իր ավանդական ընթացքը եւ պետք է հաշտություն եւ համերաշխություն քարոզի թուրք ժողովրդի հետ եւ հրաժարվի տարբեր հավակնություններից։ Եվ այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը, որը լիովին եւ ամեն ինչի մեջ պարզապես հրահանգավորվում եւ կատարում է Ալիևի եւ առասարակ, այսպես ասած, միացյալ թուրքական ճակատի հրահանգներն ու հրամանները, հանկարծ չգիտես ինչի լծվել է եկեղեցու դեմ հալածանքին։ Նույն Նիկոլ Փաշինյանը դեռևս խմբագիր գրչակ եղած ժամանակ 2000-ականների սկզբներին իր իսկ խոստովանությամբ բազմաթիվ նյութեր է ստացել
որոնք վարկաբեկիչ բնույթ ունեին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ։ Եվ Նիկոլ Փաշինյանը այնպես չէ, որ այսպես ասած տեղյակ չէր ինչ-ինչ խոսակցություններին, անկախ նրանց ճշմարիտ կամ սխալ լինելու, բայց Նիկոլ Փաշինյանին դա բոլորովին չի խանգարել 2018-ին, 2019-ին ամենատարբեր առիթներով իր կնոջ նաև անպատկառ հագուստով վեհարանում գտնվելու կամ կաթողիկոսի հետ նկարվելու, միասնաբար տարբեր համազգային միջոցառումներին ներկա լինելու այս ամեն ինչին։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը 18 թվականին, երբ շարքերի առաջին շարքերում հենց հոգևորականներն էին։ Այո, եւ Նիկոլ Փաշինյանը, այսինքն հասկանալի է, որ նա ոչ թե երբեք ոչ միայն հետևողական չէ այս հարցում, նա բոլոր հարցերում մեծապես անհետևողական է, անբարոյության եւ անսկզբունքայնության բացարձակության աստիճանի անսկզբունքային է եւ պատեհապաշտ է, բայց ինչեւ է այս պահին որ չափել Նիկոլ Փաշինյանը հույս ունի նաեւ մեկ տարի անց տեղի ունենալիք ընտրություններում շահել եկեղեցի ջարդելով եւ իրեն ճակերտների մեջ ուժեղ տղա ցույց տալով, այնուամենայնիվ ես պնդում եմ, որ այս գործընթացի հիմնական պատճառը Թուրքիայից ստացված հրահանգավորումներ լուծել Հայաստանից եկեղեցու խնդիրը։ Հիմա գանք ղողանջներին, որտեղ ես նույնպես սա կարևորում եմ, ժամանակավրեպ չեն, թեև ցավալիորեն ուշացված են, եւ եկեք հիմա այլ բանի մասին բարձրաձայն խորհրդացենք։ Ուրեմն Լևոն Շիրինյանը, կառավարության համարյա բոլոր անդամները, Ալեն Սիմոնյան, ուղղակի չթվարկեմ, այս ինձ համար մեծապես տհաճ եւ մերժելի անուն-ազգանունները, այս բոլոր մարդիկ բարբերաբար խոսում են, որ վեհարանը պետք է մաքրվի, հավատացյալ ժողովուրդը պիտի գա եւ իր եկեղեցին, չգիտեմ, մաքրագործի եւ այլն եւ այլն։ Ես կրկնում եմ, որ եթե ինքը իսկապես խեղկատակաբար ձեռք է վերցնում կանոնագիր Քայոցը, հենց նույն Միքայել arczepiskopos Աջապահյանի խորհրդով, նա պետք է նաև կարդար, թե ինչ է հասնում այն աշխարհիկներին, որոնք հանդգնում են ուրեմն միջամտել իրենց չվերաբերող նվիրապետական հարցերին, թե Նիկոլ Փաշինյանի հայրենադավ ու քրիստոնեական եկեղեցական բարոյականության տեսանկյունից միանգամայն մերժելի կեցվածքը եւ վարքագիծը նրան նույնպես դնում է այդ նույն կանոնագրքի նույնքան ծանր, եթե ոչ ավելի ծանր դատապարտության ներքո, այսինքն Նիկոլ Փաշինյանը հենց կանոնագիր Քայոցով պարզապես սրբապիղծ է, ոչ պակաս եւ եթե ոչ առավել քան այն հոգեվորականներ, որոնց հիմնավորմամբ կամ առանց հիմնավորման տարբեր տեսակի մարմնական մեղքեր են վերագրվում, ինքը շատ լավ պիտի հասկանա, որ Արցախ հանձնած անձնավորությունը անչափ ավելի սոսկալի մեղքերի տակ է, քան այլ անձինք, ում մեղքերով ինքը չգիտես ինչ այսօր որոշել է զբաղվել։ Ես չեմ բացառում, որ այո լինելու են փորձեր վեհարանը գրավելու, ես չեմ բացառում, ավելին բավական հավաստի եմ համարում այն լուրերը, թե գրողող ջոկատները զգալի չափով կազմված եւ կազմակերպված են լինելու կյանքի խոսք աղանդի ներկայացուցիչներից։ Կյանքի խոսքը հայտնի է իր թրքաբարո քարոզներով, խաղաղության օրակարգի օգտին, նրանց ճակերտավոր աղանդավոր հովիվները շատ են սիրում այցելել եւ Թուրքիա եւ Ադրբեջան, նրանց ֆինանսական շարժերն ու կապերը միջազգային պետք է նորմալ ազգային իշխանության կողմից լրջագույն քննության առարկա դառնան, դրանք շատ լուրջ եւ քայքայիչ տեսանկյունից շատ ավելի ծանր հարված են հասցնում հայ ժողովրդի հոգևոր եւ ու պարզապես հոգեկան առողջությանը, քան անգամ Եհովայի վկաները, այսինքն կյանքի խոսքը շատ ավելի վտանգավոր աղանդ է, թեպետև աստվածաբանորեն կարծես թե նվազ ինչ որ պուճուր չափով նվազ հեռացած է ավանդական քրիստոնեությունից, քան Եհովայի վկաները, բայց տոտալիտար աղանդավորական ազդեցության տեսանկյունից կյանքի խոսքը երևի թե այսօր ամենակայքայիչ աղանդն է Հայաստանում,
եւ ամենատարբեր մարդիկ իրենց անձնական շփումներում դա կարող են տեսնել եւ ես չեմ բացառում, որ ոչ միայն այդ աղանդավորները կօգտագործվեն վեհարանը գրավելու համար, այլև ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես կփորձի որպես հաջողված պարակտիչ, այդտեղ ինքը իհարկե արդյունավետ է, նաև երկու զուգահեռ հայկական եկեղեցի ստեղծել, որտեղ հասկանալի է, որ Հայաստանի սահմաններից դուրս Նիկոլ Փաշինյանի ուժային ճանապարհով առաջացրած փոփոխությունները երևի թե այնուամենայնիվ չեն ճանաչվի, եւ Նիկոլ Փաշինյանը, եթե այդքան խելք ունենա, կարողա փորձել զուգահեռ Հայաստանի եկեղեցի ստեղծել, ոչ թե Հայաստանի այս համընդհանուր եկեղեցի, այլ ներկայիս ՀՀ իրական Հայաստանի եկեղեցի ստեղծել, որը իր հիմքում կունենա կյանքի խոսքի բովանդակությունը, որի վրա անգլիկան եկեղեցու պես ձևական մի քանի շուրջար եւ արտաքին ծիսական հանգամանք կհագցնեն։ Լավ, մի քիչ շատ հեռացանք, իհարկե, ասեք։ Քանի որ մենք շատ քիչ ժամանակ ունենք, պարոն Քանանյան, դուք եկեղեցուն շատ մոտ կանգնած անձնավորություն եք եղել ու կաք, ես ուզում եմ մեր զրույցը կարևորագույն խոսքով նաև ամփոփենք, որը կարծում եմ լսելի կլինի շատերի համար, ինչը դուք կկարևորեք հատկապես առաջնահերթ, որ պիտի որպես ամփոփում նաև հնչի։ Ես իմ լիակատար զորակցություն եմ հայտնում Միքայել arczepiskopos Աջապահյանին, իմ կյանքում գլխավոր ուսուցչին, որի շնորհիվ, ինչպես քիչ առաջ գրել եմ, ճանաչել եմ հոգևորն ու աստվածայինը իր անձնական օրինակով, իր սրբանկրոն եկեղեցանվեր օրինակով, պարտադիր չէ, որ նրա ամեն մի խոսքը ընդունելի լինի բոլորի համար, բայց նրա կենսագրությունը Արցախում, այդ թվում եւ մինչեւ իսկ մարտական կենսագրությունը եւ իր ունեցած վաստակն ու հարգանքը եւ հեղինակությունը, իր ունեցած իմաստությունը եկեղեցական հարցերին վերաբերող հատկապես անվիճարկելի են եւ ես իմ լիակատար աշակերտական եւ որդիական ակնածություն եմ հայտնում նրան եւ աջակցություն, ես իմ հարգանքն եմ վերահաստատում, իմ խորին հարգանքը Բագրատ Սրբազանի նկատմամբ, Բագրատ Սրբազանը ամենաանկեղծ եւ նվիրյալ հայրենասեր անձնավորություն է, որի լիակատար հայրենասիրությանը ես 1 գրամ իսկ եթե այդպես փոխաբերաբար ասենք չեմ կասկածում, այո, ես ցավ եմ հայտնում, որ Բագրատ Սրբազանի շրջապատը գերազանցապես բաղկացած է կասկածելի կամ բացահայտ ռուսական գործակալական ցանցից, ինչը ինձ թույլ չի տվել որևէ կերպ նրան աջակցել անցած տարի եւ այժմ նկատի ունեմ քաղաքական ձեռնարկումները, բայց ես պետք է նաեւ հետեւյալը փաստեմ, նոյեմբերի 9-ից հետո պետության գոյության դեմ գործած ներկայիս վարչակազմը սահմանադրականության վերին տրամաբանության ուժով, որովհետև կան արտահերթ բացառիկ իրավիճակներ, երբ սովորական օրերի օրենսդրությունը հպատակվում է պետության գոյության արագերագույն առաջնահերթությանը։ Ուրեմն, քանի որ նոյեմբերի 9-ից սկսած մենք այդպիսի բացառիկ օրհասական վիճակում ենք գտնվում, ապա ազգային դավաճանություն գործած վարչակազմը, երկիրը քայքայող, ոչնչացնող արդի Նիկոլ Փաշինյանական վարչակազմը, անկախ ցանկացած այլ ձևական լեգալության հանգամանքներից, զուրկ է որևէ օրինավորությունից, այսինքն լեգիտիմությունից, ուստի ուժային մարմինները եւ քաղաքացիները ոչ միայն կարող են, այլ իրականում եթե պետականակերտ մտածողություն եւ պետական շահեր պաշտպանող լինեին, պարտավոր են վայրկյան առաջ իշխանազրկել Հայաստանը կործանող ներկա կառավարությունը, բայց իհարկե եթե այս գործողությանը պիտի հաջորդի ռուսական գործակալական ցանցի իշխանության գալը, ապա մենք կրկին որևէ բան չենք շահելու, սա եւս ես պետք է կրկնեմ, որպեսզի տարբեր բան չառաջանա, բայց ինքնին այսօր եթե
որևէ մեկը վեր է կենում եւ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը զուրկ է որևէ օրինավորությունից, ապա սա ամենաբարձրագույն կերպով ընկալված սահմանադրական օրինականության իրողությունից բխող ուրեմն ճշմարտություն։ Ես շնորհակալ եմ ձեզ, պարոն Խանանյան, կարևոր խոսքերի համար, զրույցի համար։